Բարև ձեզ, ես այսօր կխոսեմ և կամփոփեմ 9-րդ դասարանում անցած մեր ֆիզիկայի թեմաները։ Առաջի թեման, որը մենք անցել և ուսումնասիրել ենք, դա եղել է մեխանիկական տատանումները և ալիքները։ Մեխանիկական տատանում կոչվում է այն շարժումը, որի ժամանակ մարմինը տեղաշարժվում է վերև-ներքև, աջ կամ ձախ։ Դրա հետ մեկտեղ անցանք նաև տատանումների պարբերություն և տատանումների հաճախականություն։ Այնուհետև անցանք մաթեմատիկական ճոճանակ։ Մաթեմատիկական ճոճանակը զսպանակից կախված բեռի տատանումների քանակն է, որը ուղիղ համեմատական է զանգվածին և հակադարձ համեմատական է կոշտությանը։ Դրանից հետո մենք անցանք մեխանիկական ալիքների տեսակները։ Անցանք, որ մեխանիկական ալիքները լինում են երկու տեսակ՝ լայնական և երկայնական։ Նախ ասեմ, ալիք կոչվում է տատանումների տարածումը տարածության մեջ։ Երկայնական ալիք կոչվում է այն ալիքը, որում մասնիկները տատանվում են ալիքի տարածմանը երկայնքով։ Իսկ լայնական ալիք կոչվում է այն ալիքը, որում մասնիկները տատանվում են ալիքի տարածմանը ուղղահայաց։ Մեխանիկական ալիքներ թեմայից հետո մենք անցել և ուսումնասիրել ենք ձայնը։ Ձայնային ալիք կամ ձայն կոչվում է այն ալիքը, որը ընկալում է մարդու ականջը։ Ձայնից հետո մենք անցանք ֆիզիկայի շատ հետաքրքիր բաժիններից մեկը՝ օպտիկան։ Օպտիկան ֆիզիկայի այն բաժինն է, որը ուսումնասիրում է լուսային երևույթները։ Անցանք, որ լույսի աղբյուրները լինում են երկու տեսակ՝ արհեստական և բնական։ Օպտիկա բաժնում նաև անցանք, թե ինչ է լույսը։ Լույսը էլեկտրամագնիսական ալիք է մի կողմից, իսկ մյուս կողմից կվանտ, այսինքն կարող է տարածվել բաժիններով։ Այնուհետև մենք անցանք հայելին և նրա տեսակները։ Նախ ասեմ, հայելին լինում է երկու տեսակ՝ գոգավոր և ուռուցիկ։ Գոգավոր հայելիների մեջտեղը բարակ է, քան ծայրերը։ Պատկերը մոտ հեռավորության վրա մեծացված է, իսկ ինչքան հեռանում է հայելուց մարմինը, այդքան պատկերը փոքրացված է և շրջված։ Ուռուցիկ հայելիների մեջտեղը հարթ է, քան ծայրերը, պատկերը միշտ փոքրացված է։ Այնուհետև անցանք լույսի բեկում։ Լույսի բեկում նշանակում է լույսի ճառագայթը անցնելով մի միջավայրից մյուսը փոխում է իր ուղղությունը։ Անցանք նաև լույսի դիսպերսիա։ Լույսի դիսպերսիա կոչվում է լույսի բեկման ցուցիչի կախումը ալիքի երկարությունից։ Եվ այսքանով մենք եզրափակեցինք մեր առաջին կիսամյակը։ Երկրորդ կիսամյակը մենք սկսեցինք ոսպնյակներից։ Ոսպնյակներից անցանք տարբեր բանաձևեր, ինչպես նաև սովորեցինք նրանց գծապատկերները։ Ոսպնյակներից հետո մենք ուսումնասիրեցինք աչքը։ Աչքը օպտիկական համակարգ է։ Մարդու աչքը տեսողական օրգան է։ Այն գնդաձև է և նրա տրամագիծը 2,5 սանտիմետր է։ Աչքից հետո մենք անցանք, թե ինչ է մեխանիկական շարժումը։ Մեխանիկական շարժում կոչվում է մարմնի դիրքի շարժումը մեկ այլ մարմնի։ Այնուհետև անցանք անհավասարաչափ շարժում։ Անհավասարաչափ շարժում կոչվում է այն շարժումը, երբ մարմինը հավասար ժամանակամիջոցներում անցնում է տարբեր ճանապարհներ։ Դրանից հետո անցանք ուղղակից հավասարաչափ շարժում։ Շարժում կոչվում է հավասարաչափ արագացող, եթե մարմինը արագությունը փոխում է նույն չափով ժամանակի ցանկացած հավասար միջակայքում։ Այնուհետև անցանք հավասարաչափ արագացող շարժում։ Հավասարաչափ արագացող շարժում կոչվում է այն շարժումը, երբ հաստատուն արագությունը չի փոխվում։ Դրանից հետո անցանք Նյուտոնի օրենքները։ Անցել ենք Նյուտոնի երենք օրենք։ Եթե մարմնի վրա այլ մարմին չի ազդում կամ ուժերի համազորը հավասար է 0-ի, ապա մարմինը գտնվում է դադարի վիճակում կամ շարժվում է ուղղակից և հավասարաչափ պահպանելով արագությունը։ Սա Նյուտոնի առաջին օրենքն է։ Մարմնի վրա ազդող բոլոր ուժերի համազորը հավասար է զանգվածին և արագացմանը։ Նյուտոնի երկրորդ օրենքն է։ Եվ Նյուտոնի երրորդ օրենքը այն է, երբ մարմնի վրա փոխազդելով ուժերի մոդուլը իրար հավասար են, իսկ ուղղությունները հակադիր են։ Եվ այս կիսամյակը եզրափակեցինք Հուկի օրենքով, որտեղից որ անցանք տարբեր բանաձևեր, ինչպես նաև կատարեցինք տարբեր գծագրեր։ Եվ այսպիսով ֆիզիկայի հանդեպ մեծ սեր և հետաքրքրություն ձեռք բերելու համար շնորհակալություն ենք հայտնում մեր ֆիզիկայի ուսուցչուհի ընկեր Կարինեին մեզ կրթելու և դասերը ավելի հետաքրքիր դարձնելու համար։